Ստեղ մի էլի հետաքրքիր բան կա, երբեք ռուսական կողմը ինչ է անում, արդեն երկար ժամանակ։ Մենք գիտենք, որ ռուսական կողմը Հայաստանում ունի համագիրներ, չնայած իշխող ուժը արդեն ուղիղ նշում է, որ կան գործակալներ, կան ազդեցության գործակալներ, կան լրտեսներ, կաթողիկոսի փաստորեն ասեցին, որ հենց կաթողիկոսն է գործակալ, ռուսական կողմը ինչ է անում, կանխելու համար այս խոսակցությունները, մենք գիտենք, որ շատ հետխորհրդային երկրում եղել է լյուստրացիա, որոշ կոմունիստական կուսակցության գործունեությունը արգելվել է, այսինքն հստակ այս առումով քայլեր են արվել, Հայաստանում դեռ ոչինչ չի արվել, այսինքն մենք չգիտենք ովքեր են եղել գործակալներ, մենք հիմա էլ չգիտենք, որ կուսակցություններն են ուղիղ Ռուսաստանի դաշտում, մենք ենթադրում ենք, բայց փաստ, որ այս ուժը ուղիղ ԿՊ-ն շատ է ասում Կիրիենկո, բայց միջև հիմա օրինակ չեն ասել, Կիրիենկոն օրինակ ուղիղում հետ է աշխատում։ Բայց ռուսական կողմը կանխելու համար նման խոսակցությունները, որ այն ուժերին, որոնք հենց Հայաստանի ինքնիշխանության մասով մտահոգված են կամ քայլեր իրականացնում, այստեղ մենակ ԿՊ-ին կամ ներկա իշխանությունների նկատի չունեմ, դա ավելի մի քիչ երկար խոսակցություն, նրանց են անվանում օտարերկրյա գործակալներ, այնակ դրսից ֆինանսավորումներ են ստանում, ցույց չտալով իրական խոսակցություն հասնի իրենց